Պատկերացրեք ամուսնանալ լրիվ անծանոթի հետ, առանց սիրո, առանց պլանների, պարզապես անհրաժեշտությունից ելնելով։ Այդպես սկսվեց ամեն ինչ մի ամուսնություն առանց գրկախառնությունների, առանց խոստումների։ Բայց այն, ինչ թվում էր պարզապես թուղթ, աստիճանաբար կյանք, հույզեր, կոնֆլիկտ ձեռք բերեց։ Այժմ նրանք պետք է որոշեն, արժե՞։ Արդյոք պայքարել մի բանի համար, որի գոյության մասին նույնիսկ չգիտեին։ Հուսով ենք, որ կհավանեք այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Այդ մարտյան կեսօրին Երանում մանր անձր էր գալիս, հոսելով ներմուծված մեքենայի ապակիներից, որը շարժվում էր Մաշտոցի պողոտայով։ Մարինան պատուհանից էր նայում, իրականում չտեսնելով իր աչքերի առջ անցնող քաղաքը։ Կրծքի մեջ նա զգում էր մի սեղմում, որը ոչ մի խոսք չէր կարող նկարագրել։ Դա վախ էր, հույս էր, հուսահատություն, խառնված հնազանդության մի պտղունցի հետ։ 25 տարեկանում նա պատրաստվում էր ամուսնանալ մի մարդու հետ, որին հազիվ էր ճանաչում, հաջողակ գործարար, որի անունը հայտնվում էր Հայաստանի գլխավոր թերթերի տնտեսական էջերում։ Ռաֆայել Գրիգորյան, 33 տարեկան, Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի սեփականատերը։ Ամուրի, զուսպ, հզոր։ Եվ առաջիկա ժամերին նա կլիներ նրա ամուսինը։ Մարինան սեղմեց պայուսակը մարմնին, զգալով այդ որոշման ծանրությունը, որն արդեն կայացվել էր շաբաթներ առաջ։ Հետդարձ չկար։ Մայրը թանկարժեք բուժման կարիք ուներ, մի բան, որը հիմնական առողջապահական ապահովագրությունը երբեք չէր ծածկի։ Հայրը դժբախտ պատահարից հետո, որը նրան թողել էր մշտական հետանքներով, այլևս չէր կարողանում աշխատել։ Իսկ քույրը Ջուլիան դեռ դպրոցում էր բժշկություն սովորելու երազանքներ, որոնք չէին կարող ընդհատվել փողի բացակայության պատճառով։ Երբ առաջարկը եկավ մի էլեգանտ փաստաբանի միջոցով, կաշվե պայուսակով լավ ընտրված բառերով, Մարինան կարծեց, թե դա խաբեություն է։ Ոչ ոք այդքան գումար չէր առաջարկի պարզապես ամուսնության դիմաց։ Բայց նրա կողմից կատարված հետաքննությունները ապացուցեցին, որ ամեն ինչ ճիշտ է։ Ռաֆայելին կին էր պետք միջազգային գործընկերների հետ պայմանագիր կնքելու համար, ավանդապաշտ ներդրողներ, որոնք գործ չէին անում ամուրի տղամարդկանց հետ։ Դա իմիջի, վստահության, շուկայում վստահելիության հարց էր։ Եվ նա, ընտանիքի հեռավոր ծանոթի կողմից առաջարկված, ընտրվել էր։ Չկային ծաղիկներ, չկային ռոմանտիկ ընթրիքներ, նույնիսկ պատշաճ հանդիպում չկար որոշումից առաջ։ Ընդամենը 2 պաշտոնական հանդիպում կենտրոն վարչական շրջանի գրասենյակում, փաստաբանների ներկայությամբ, ապակե սեղանին սփռված պայմանագրերով սառը հայացքով այդ տղամարդը նստած մյուս կողմում։ Ռաֆայելն այդ առիթներով հազիվ էր նրան նայում։ Հարցերին պատասխանում էր միավանք բառերով, թղթերը ստորագրում թանկարժեք գրիչով հեռանում առանց հրաժեշտի։ Մարինան գիտեր, որ դա հեքիաթ չէ։ Նա գիտեր, որ վաճառում է իր կյանքի, իր երիտասարդության, իր երազանքների մի մասը։ Բայց ինչ էին նրա երազանքները մոր կյանքի կողքին։ Ինչ էր նրա երջանկությունը քրոջ ապագայի կողքին։ Նա կկատարեր զոհողությունը։ Եվ կկատարեր այն արժանապատվորեն։ Մեքենան կանգնեց կենտրոն վարչական շրջանի շքեղ թաղամասերից մեկում գտնվող շքեղ խնջույքի սրահի դիմաց։ Արարողությունը փոքր էր, զուսպ, ընդամենը մի քանի կարոր հյուրեր երկու կողմից։ Մարինան իջավ մեքենայից, նրան դիմավորեց վարսահարդարների դիմահարդարների թիմը, որոնք սպասում էին նրան։ Չկային մոր ջերմ գրկախառնություններ, դստեր հետ պատրաստվելիս, չկային հավաքված ընտանիքի հուզմունքի արցունքներ։ Մայրը տանն էր, դեռ ապաքինվում էր դեղամիջոցների վերջին կուրսից։ Հայրը հազիվ էր կարողացել թաքցնել աչքերի տխրությունը, երբ նա առավոտյան հեռացավ։ Միայն Ջուլիան, իր 16 տարեկանով մաքուր սրտով, գրկեց քրոջը շշնջաց, որ ամեն ինչ լավ կլինի։ Մարինան նայեց իրեն հայելու մեջ, երբ ավարտեցին։ Զգեստը գեղեցիկ էր, պարզ, բայց էլեգանտ, կտրվածքով, որը ընդգծում էր նրա նուրբ կազմվածքը։ Մազերը հավաքված էին ցածր կոկոնում, մի քանի ազատ մազափնջեր շրջանակում էին դեմքը։ Դիմահարդարումն անթերի էր, զուսպ, ընդգծելով նրա շագանակագույն աչքերը։ Նա հարսնացուի տեսք ուներ։ Բայց իրեն այդպես չէր զգում։ Սրահի մյուս կողմում Ռաֆայելը հարմարեցնում էր իր փողկապը մեկ այլ հայելու առջ։ Նրա քավորը Մարտինը, այն քիչ ընկերներից մեկը, որին նա դեռ պահպանում էր, փորձում էր զրույց սկսել։ Ռաֆայել, վստահ ես դրանում։ Դեռ ժամանակ կա ետ կանգնելու։
Ռաֆայելն աչքերը չէր շեղում իր արտացոլված պատկերից։ Նրա արտահայտությունը նույնն էր, ինչ միշտ վերահսկվող սառը հաշվարկված։ Անհրաժեշտ է, Մարտին։ Դու դա գիտես։ Անհրաժեշտը չի նշանակում ճիշտ։ Այս աղջիկը, Մարինան, կարծես լավ մարդ է։ Չես կարծում, որ անարդար է նրա հանդեպ։ Կյանքն անարդար է, Մարտին։ Նա ստանում է այն, ինչ իրեն պետք է։ Ես ստանում եմ այն, ինչ ինձ պետք է։ Դա գործարք է։ Ուրիշ ոչինչ։ Մարտինը հառաչեց, հրաժարվելով վիճելուց։ Նա տարիներ շարունակ ճանաչում էր Ռաֆայելին, քոլեջի տարիներից գիտեր, որ այդ սառցե զրահի հետում խորապես վիրավորված մարդ կար։ 3 տարի առաջ Ռաֆայելի կրած դավաճանությունը դեռ արձագանքում էր նրա յուրաքանչյուր որոշման, յուրաքանչյուր հարաբերության, որից նա խուսափում էր, յուրաքանչյուր զգացմունքի մեջ, որը նա ճնշում էր։ Ռաֆայելի հարսնացուն այն ժամանակ, Իզաբելը, այն ամենն էր, ինչ նա կարծում էր, որ ուզում է։ Գեղեցիկ, խելացի, ավանդական ընտանիքից։ Նրանք ամիսներ շարունակ պլանավորում էին հարսանիքը։ Ռաֆայելը հույզեր, ժամանակ, երազանքներ ներդրեց այդ հարաբերությունների մեջ։ Մինչ որ հայտնաբերեց մեծ օրից 2 շաբաթ առաջ, որ Իզաբելը սիրավեպ ուներ Տիգրանի, իր լավագույն ընկերոջ այն ժամանակվա գործընկերոջ հետ։ Հայտնագործությունը կործանարար էր։ Ռաֆայելը ոչ միայն կորցրեց իր սիրելի կնոջը, այլ ընկերոջը, որին եղբայր էր համարում։ Նա լուծարեց գործընկերությունը, խզեց բոլոր կապերը, երդվեց, որ այլս երբեք սիրտը ոչ ոքի չի բացի։ Այժմ, 3 տարի անց, նա պատրաստվում էր նորից ամուսնանալ։ Բայց այս անգամ այլ կլիներ։ Չէին լինի ակնկալիքներ, չէին լինի պատրանքներ, չէր լինի տեղ հիասթափությունների համար։ Դա պարզապես համաձայնություն կլիներ։ Սառը, օբյեկտիվ, ֆունկցիոնալ։ Արարողությունը սկսվեց ուղիղ ժամը 5-ին։ Մարինան միայնակ քայլեց դեպի զոհասեղան, առանց հոր նրան առաջնորդելու, առանց մոր քողը բռնելու։ Յուրաքանչյուր քայլ կապարի պես ծանր էր, բայց նա գլուխը բարձր պահեց։ Ռաֆայելը սպասում էր նրան, անթերի իր մուգ կապույտ կոստյումով, մի արտահայտությամբ, որը բացարձակապես ոչինչ չէր բացահայտում։ Խաղաղության դատավորը արդյունավետորեն անցկացրեց արարողությունը։ Խոսքերը գեղեցիկ էին, բայց իմաստից զուրկ։ Երբ երդումների պահը եկավ, երկուսն էլ կրկնեցին անգիր արված արտահայտությունները, առանց միմյանց նայելու։ Երբ մատանիների պահը եկավ, Ռաֆայելը մատանին սահեցրեց Մարինայի մատին նույն անտարբերությամբ, ինչպես կստորագրեր մի գործարարական փաստաթուղթ։ Եվ հետո, համբույրի պահը։ Մարինան փակեց աչքերը, սպասելով։ Ռաֆայելը թեքվեց։ Դեմքը մոտեցրեց նրան շուրթերը դիպան միմյանց ուղիղ 2 վայրկյան։ Դա ամենաարագ, ամենասառը, ամենամեխանիկական համբույրն էր, որ նա երբեք զգացել էր։ Երբ նա հեռացավ, Մարինան բացեց աչքերը, նորից հանդիպեց այդ դատարկ հայացքին։ Չկար ջերմություն, չկար քնքշություն, ոչինչ չկար։ Հյուրերը զուսպ ծափահարեցին։ Լուսանկարիչները գրանցեցին պահը։ Եվ ապա, վերջ։ Մարինան այժմ Մարինա Գրիգորյանն էր։ Ռաֆայելի կինը։ Առնվազն թղթի վրա։ Ընդունելությունը նույնքան ձական էր, որքան արարողությունը։ Ընթրիք մատուցվում էր սպիտակ դեկորացիաներով սեղանների մոտ, նուրբ ֆոնային երաժշտություն էր հնչում, դաստիարակված զրույցներ էին ընթանում այն մարդկանց միջ, որոնց նա չէր ճանաչում։ Ռաֆայելը շրջում էր հյուրերի մեջ, ողջունելով գործարարներին, ձեռք սեղմելով, ժպտալով այն սոցիալական ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Մարինան մնաց գլխավոր սեղանի մոտ, միայնակ, դիտելով ամեն ինչ, կարծես ֆիլմ լիներ, որի մասը ինքը չէր։ Մի տարեց կին, մոխրագույն մազերը անթերի կոկոնում հավաքած, մոտեցավ նրան։ Տիկին Գրիգորյան, հաճելի է վերջապես ծանոթանալ ձեզ հետ։ Ես Անահիտն եմ, տան կառավարչուհին։ Ձեր տրամադրության տակ կլինեմ այն ամենի համար, ինչ ձեզ անհրաժեշտ լինի։ Մարինան անմիջապես թեթություն զգաց, լսելով այդ նուրբ ձայնը։ Անահիտը բարի աչքեր ուներ, այնպիսի հայացք, որը ջերմություն էր հաղորդում։ Շնորհակալություն, տիկին Անահիտ։ Խնդրում եմ, պարզապես Մարինա կոչեք ինձ։ Ինչպես կցանկանաք, սիրելիս։ Տունը պատրաստ է ձեր գալուն։ Հուսով եմ, որ հարմարավետ կզգաք։ Մարինան ժպտաց, թեկուզ գիտենալով, որ հարմարավետությունը վերջին բանն էր, որ կզգար այդ հսկայական սառը առանձնատանը, որն այժմ իր հասցեն էր։ Երեկույթն ավարտվեց երեկոյան 10-ից առաջ։
Չկար մեղրամիս, չկար ռոմանտիկ ճանապարհորդություն, նույնիսկ հատուկ գիշեր չկար։ Ռաֆայելը Մարինային տեղեկացրեց դեռ սրահում, որ նրան անմիջապես կտանեն առանձնատուն, որ ինքը ավելի ուշ կհասնի, քանի որ աշխատանքային պարտականություններ ուներ լուծելու։ Մարինային վարորդը տարավ Արաբկիրում գտնվող առանձնատուն, Երանի ամենաթանկ թաղամասերից մեկը։ Դարպասն ինքնաբերաբար բացվեց, բացահայտելով անթերի խնամված այգի, ռազմավարականորեն տեղադրված լույսերով լուսավորված։ Տունն ինքնին տպավորիչ էր, ժամանակակից, ամբողջը մոխրագույն սպիտակ երանգներով, հսկայական ապակիներով, որոնք արտացոլում էին լուսնի լույսը։ Անահիտը նրան դիմավորեց դռան մոտ ցույց տվեց հիմնական սենյակները։ Հյուրասենյակը կարծես դեկորացիայի ամսագրից դուրս եկած լիներ, կաշվե բազմոցներով, պատերին արվեստի գործերով բուխարիով, որը հավանաբար երբեք չէր օգտագործվել։ Խոհանոցը հագեցած էր նորագույն տեխնիկայով, բոլորը փայլում էին, կարծես երբեք չէին դիպչել։ Եվ ապա Անահիտը նրան տարավ երկրորդ հարկ, դեպի ընդարձակ սենյակ, զարդարված չեզոք երանգներով, king size մահճակալով, որը գերիշխում էր տարածությանը։ Սա ձեր սենյակն է, Մարինա։ Ձեր ճամպրուկներն արդեն բերվել են, գտնվում են զգեստապահարանում։ Եթե որևէ բանի կարիք ունենաք, պարզապես կանչեք ինձ։ Մարինան շփոթված նայեց շուրջը։ Իսկ Ռաֆայելի սենյակը։ Անահիտը մի պահ վարանեց նախքան պատասխանելը, խոսքերը զգուշությամբ ընտրելով։ Պարոն Ռաֆայելն ունի իր սեփական սենյակը, մյուս միջանցքում։ Նա նախընտրում է պահպանել իր անձնական կյանքը։ Խոսքերը նուրբ էին ասված, բայց իմաստը պարզ էր։ Նրանք նույնիսկ սենյակը չէին կիսի։ Մարինան ինչ-որ բան զգաց, կրծքի մեջ սեղմվելիս, բայց շնորհակալություն հայտնեց գլխի շարժումով մտավ սենյակ, որն այժմ իրենն էր։ Միայնակ, վերջապես, նա նստեց մահճակալի եզրին, թույլ տվեց արցունքներին հոսել։ Նա լացում էր լուռ, առանց հեկեկոցների, պարզապես թույլ տալով տխրությանը սահել դեմքով։ Այդ օրը նա ամուսնացել էր, բայց երբեք իրեն այդքան միայնակ չէր զգացել կյանքում։ Մարինան հաջորդ օրն արթնացավ, առը պատուհանից ներս էր մտնում։ Մի պահ մոռացավ, թե որտեղ է։ Բայց ապա իրականությունը վերադարձավ որպես հարված ստամոքսին։ Նա ամուսնացած էր։ Այդ տանն էր ապրում։ Եվ նրա կյանքն այժմ սա էր։ Նա վեր կացավ, երկար լոգանք ընդունեց, հագավ պարզ հագուստ, իջավ խոհանոց։ Անահիտն արդեն այնտեղ էր, նախաճաշ էր պատրաստում։ Բարի առավոտ, սիրելիս։ Լավ քնեցի՞ր։ Մարինան հարկադրված ժպտաց։ Բարի առավոտ, տիկին Անահիտ։ Այո, շնորհակալություն։ Ռաֆայելն արդեն իջել է։ Պարոն Ռաֆայելը շատ վաղ է դուրս եկել, ժամը 6-ի մոտ։ Նա սովորաբար դուրս է գալիս արածագից առաջ, գրասենյակ գնալու համար։ Մարինան գլխով արեց, փորձելով թաքցնել հիասթափությունը։ Նա նստեց սեղանի մոտ, ընդունեց Անահիտի առաջարկած սուրճի բաժակը։ Նա միշտ այդպես է եղել, գիտեք։ Այդ օրվանից, երբ ես սկսեցի այստեղ աշխատել, ավելի քան 10 տարի առաջ, պարոն Ռաֆայելը միշտ նվիրված է եղել աշխատանքին։ Բայց այն բանից հետո, երբ տիկին Իզաբելի հետ այդ դեպքը տեղի ունեցավ, նա էլ ավելի փակվեց։ Մարինան հետաքրքրությամբ նայեց տան կառավարչուհուն։ Իզաբելը։ Անահիտը հասկացավ, որ չափից շատ է խոսել, փորձեց ետ կանգնել։ Ախ, սիրելիս, դրանք անցյալի բաներ են։ Իմ տեղը չէ դրա մասին խոսելը։ Խնդրում եմ, տիկին Անահիտ։ Ես գիտեմ, որ այս ամուսնությունը ավանդական չէ։ Բայց եթե ես այստեղ եմ ապրելու, ես նախընտրում եմ հասկանալ, թե ում հետ եմ ապրում։ Տան կառավարչուհին հառաչեց, նստեց Մարինայի դիմաց, կարծես պատրաստվում էր կիսվել ծանր գաղտնիքով։ Իզաբելը պարոն Ռաֆայելի հարսնացուն էր 3 տարի առաջ։ Նրանք պատրաստվում էին ամուսնանալ, ամեն ինչ կազմակերպված էր, խնջույքը, մեղրամիսը, ամեն ինչ։ Բայց ապա, հարսանիքից 2 շաբաթ առաջ, պարոն Ռաֆայելը հայտնաբերեց, որ նա սիրավեպ ուներ Տիգրանի, իր լավագույն ընկերոջ, այն ժամանակվա գործընկերոջ հետ։ Դա կրկնակի դավաճանություն էր, գիտեք։ Նա կորցրեց իր սիրելի կնոջը, ընկերոջը, ում վստահում էր։ Այդ օրվանից պարոն Ռաֆայելը ամբողջովին փակվեց։ Նա իր սիրտը թաղեց այդ ցավի հետ միասին։ Մարինան կարեկցանքի մի պտղունց զգաց։ Առաջին անգամ նա սկսեց հասկանալ այն տղամարդուն, ում հետ ամուսնացել էր։ Նրա սառնությունը պարզապես ամբարտավանություն կամ անտարբերություն չէր։ Դա պաշտպանություն էր։ Դա ինքնապաշտպանություն էր։ Դա գոյատում էր։
Բայց դա նրա իրավիճակն ավելի քիչ ցավոտ չէր դարձնում։ Իմանալը Ռաֆայելի վերքի ծագումը չէր փոխում այն փաստը, որ նա թակարդում էր առանց սիրո, առանց քնքշության, նույնիսկ առանց պատշաճ զրույցի ամուսնության մեջ։ Օրերը վերածվեցին շաբաթների, և շաբաթները վերածվեցին ամիսների։ Մարինան սկզբում փորձեց որևէ կապ հաստատել։ Հատուկ ընթրիքներ էր պատրաստում, օգտագործելով ինտերնետում գտնված բաղադրատոմսեր, սպասելով, որ Ռաֆայելը տուն կգա։ Բայց նա միշտ ուշ էր վերադառնում, երբ Մարինան արդեն հուսահատվել էր բարձրացել իր սենյակ։ Նա գեղեցիկ հագուստներ էր ընտրում, մազերը հարդարում, թեթ դիմահարդարում էր անում, հույս ունենալով, որ կնկատվի։ Բայց Ռաֆայելը անցնում էր նրա կողքով, կարծես կահույք լիներ, շշնջալով բարի առավոտ կամ բարի գիշեր, նույնիսկ նրա ուղղությամբ չնայելով։ Մարինան փորձում էր զրույց սկսել այն հազվադեպ պահերին, երբ նրանք հանդիպում էին տանը։ Ռաֆայել, մտածում էի, որ գուցե այսօր միասին ընթրենք։ Ես կարող եմ պատրաստել այն ռիզոտոն, որը դու սիրում ես։ Նա նույնիսկ աչքերը չէր բարձրացնում իր բջջային հեռախոսից։ Հանդիպում ունեմ։ Ուշ կհասնեմ։ Եվ դա ամեն ինչ էր։ Միշտ։ Ամեն անգամ։ Մարինան զգում էր, որ անհետանում է։ Կարծես իր ներկայությունը այնտեղ ոչ մի տարբերություն չէր առաջացնում։ Նա ստվեր էր, դեկորատիվ ֆիգուր, անհրաժեշտ պարագա Ռաֆայելի հանրային իմիջի համար, բայց բացարձակապես անտեսանելի նրա համար անձամբ։ Անահիտը ամեն ինչ նկատում էր։ Նա տեսնում էր սիրով պատրաստված ընթրիքները սեղանին սառչելիս։ Նա տեսնում էր Մարինային նոր զգեստներով աստիճաններից իջնելիս, միայն թե անտեսվեր։ Նա տեսնում էր այն զուսպ արցունքները, որոնք երիտասարդ կինը արագորեն սրբում էր, երբ կարծում էր, որ ոչ ոք չի նայում։ Մի կեսօր, երբ նրանք թեյ էին խմում խոհանոցում, Անահիտը բռնեց Մարինայի ձեռքը։ Սիրելիս, դու չես կարող այսպես շարունակել։ Դու մարում ես։ Դու կորցնում ես այն լույսը, որն ունեիր աչքերում։ Մարինան տխուր ժպտաց։ Ես ընտրություն եմ կատարել, տիկին Անահիտ։ Ես գիտեի, թե ինչի մեջ եմ մտնում։ Ընտրություն կատարելը չի նշանակում համաձայնել, որ քեզ վերաբերվեն, կարծես գոյություն չունես։ Դու արժանի ես, որ քեզ տեսնեն, Մարինա։ Դու արժանի ես, որ քեզ լսեն։ Անահիտի խոսքերը օրեր շարունակ արձագանքում էին Մարինայի մտքում։ Եվ ապա, երբ թվում էր, թե նա պատրաստվում էր ամբողջովին հանձնվել այդ դատարկ կյանքին, նա հեռախոսազանգ ստացավ Անուշից, իր լավագույն ընկերուհուց դեռահասության տարիներից։ Մարինա, ամիսներ է, ինչ դու ամուսնացել ես, ես հազիվ եմ քեզ տեսնում։ Ինչ կասես մի քանի օր այստեղ, Սանում, ինձ հետ անցկացնելու մասին։ Իմ ընտանիքը տուն ունի Սանի ափին, բոլորը գալիս են։ Մի ամբողջ շաբաթ առ, ծով հանգիստ կլինի։ Դու պետք է դուրս գաս այս քաղաքից, աղջիկ։ Մարինան վարանեց։ Նա չգիտեր, Ռաֆայելին դա կհուզի, բայց ապա մտածեց. ինչու նա պետք է հուզվեր։ Նա հազիվ էր նկատում իր ներկայությունը։ Նրա բացակայությունը հավանաբար անտեղի կլիներ նրա համար։ Ես կցանկանայի, Անուշ։ Երբ կլիներ։ Հաջորդ շաբաթ։ Բոլոր մանրամասները կուղարկեմ քեզ։ Հրաշալի կլինի, կտեսնես։ Մարինան անջատեց հեռախոսը, զգալով ամիսներ շարունակ առաջին անգամ ոգորության մի պտղունց։ Միգուցե այդ ճանապարհորդությունը հենց այն էր, ինչ իրեն պետք էր։ Դադար։ Շունչ քաշելու հնարավորություն։ Հնարավորություն հիշելու, թե ով էր ինքը, նախքան այդ անհոգի ամուսնության մեջ կորչելը։ Նա Ռաֆայելին տեղեկացրեց ճանապարհորդության մասին այն հազվադեպ նախաճաշերից մեկի ժամանակ, երբ նա դեռ տանն էր։ Մի շաբաթ Սանում կանցկացնեմ ընկերներիս հետ։ Կարծեցի, պետք է իմանաս։ Ռաֆայելը նույնիսկ աչքերը չբարձրացրեց այն թերթից, որը կարդում էր։ Լավ։ Եվ դա ամեն ինչ էր։ Առանց հարցերի, առանց հետաքրքրության, նույնիսկ առանց հայացքի։ Մարինան նրա անտարբերությունը զգաց որպես ապտակ, բայց կուլ տվեց վիրավորանքը դուրս եկավ սենյակից։ Մի քանի օր անց պատրաստված փոքր ճամպրուկով մի փոքր ավելի թեթ սրտով, Մարինան մտավ մեքենան, որը նրան կտաներ դեպի լիճ։ Մինչ երանը մնում էր հետում, նա թույլ տվեց իրեն, երկար ժամանակ առաջին անգամ, հույս զգալ։ Հույս, որ գուցե, թեկուզ ընդամենը մեկ շաբաթով, կարողանա նորից կենդանի զգալ իրեն։ Ճանապարհը դեպի Սան տեց մոտ 4 ժամ։
Մարինան պատուհանից դիտում էր փոփոխվող բնապատկերը, մոխրագույն քաղաքը տեղը զիջեց գեղամա լեռնաշխթայի փարթամ կանաչին, մինչ որ, վերջապես, հորիզոնում հայտնվեց լճի կապույտը։ Նա զգաց, որ կուրծքը լայնանում է, կարծես ամիսներ շնչառությունը պահելուց հետո վերջապես կարող էր շնչել։ Անուշը նրան դիմավորեց ամուր գրկախառնությամբ, հենց որ նա հասավ Սանի ափի տուն։ Դա հմայիչ, երկհարկանի կառույց էր, սպիտակ ներկված, փայտի դետալներով, ուղիղ ծովի դիմաց։ Ալիքների ձայնը մշտական էր, հանգստացնող, ինչպես կատարյալ ֆոնային երաժշտություն այդ պահի համար։ Վերջապես հասար։ Կարծեցի, մի պատճառ կհորինես ու վերջին պահին կչեղարկես։ Մարինան ժպտաց, մի անկեղծ ժպիտ, որը վաղուց չէր տվել։ Ոչ։ Ինձ շատ էր պետք դա, Անուշ։ Դու չես պատկերացնում, թե որքան։ Անուշը նրան նայեց ընկերուհու այն ձով, որը գիտի բոլոր գաղտնիքները, բոլոր ցավերը։ Ուրեմն, ամեն ինչ լավ չէ։ Խորհրդավոր ամուսնու հետ։ Մարինան շեղեց հայացքը, չցանկանալով դեռս խորանալ այդ թեմայի մեջ։ Ոչ այնտեղ, այդ գեղեցիկ վայրում, երբ դրսում ծովն էր կանչում։ Հետո կխոսենք դրա մասին։ Հիմա ես պարզապես ուզում եմ վայելել։ Ուզում եմ զգալ ավազը ոտքերիս տակ, աղի ջուրը մաշկիս վրա։ Ուզում եմ հիշել, թե ինչպես է կենդանի լինելը։ Անուշը քնքշորեն սեղմեց ընկերուհու ձեռքը։ Ուրեմն հենց դա էլ կանենք։ Կյանքն հիմա է, Մարինա։ Եկեք ապրենք։ Հաջորդ օրերին Մարինան իրեն թույլ տվեց պարզապես գոյություն ունենալ։ Արթնանում էր Արի հետ, ոտաբոբիկ քայլում առավոտյան դեռ թարմ ավազի վրայով, սուզվում ծովում, առանց որևէ բանի մասին անհանգստանալու, բացի ջրի զգացումից, որը պատում էր մարմինը։ Հագնում էր գունավոր բիկինիներ, որոնք հատուկ գնել էր ճանապարհորդության համար, մազերը բաց էր թողնում քամուն, ծիծաղում էր, առանց ձայնը զսպելու։ Կարծես իր մի մասը, որը թաղվել էր հիասթափության միայնության շերտերի տակ, վերջապես վերածնվում էր։ Տանը Անուշից բացի, կային նա քոլեջի խմբի այլ ընկերներ, մարդիկ, որոնց Մարինան տարիներ շարունակ չէր տեսել։ Եվ կար նա Անդրեն, Անուշի զարմիկը, որը եկել էր մի քանի օր ընտանիքի հետ անցկացնելու։ Նա մոտ 30 տարեկան էր, ճարտարապետ էր, հեշտ ժպիտ ու նուրբ խոսելաց ուներ։ Նա գեղեցիկ չէր ավանդական իմաստով, բայց նրա կերպարում ինչ-որ բան կար, որն անվտանգություն, բարություն էր հաղորդում։ Անդրեն սկսեց զրույց սկսել Մարինայի հետ երկրորդ օրը։ Նրանք բոլորը հավաքված էին պատշգամբում, խորոված էին պատրաստում, երբ նա մոտեցավ երկու գարեջուրը ձեռքին։ Կարծեցի, գուցե կարիք ունես։ Արն այսօր ուժեղ է։ Մարինան ընդունեց շիշը, շնորհակալական ժպիտով։ Շնորհակալություն։ Իրոք։ Դու Անուշի ընկերուհին ես, որն ապրում է Երանում, չէ՞։ Նա շատ է խոսել քո մասին։ Խոսել է։ Հուսով եմ, լավ բաներ է խոսել։ Միայն հրաշքներ։ Ասել է, որ դու ուսուցչուհի ես, երեխաների հետ ես աշխատում։ Մարինան կրծքի մեջ սեղմում զգաց։ Ուսուցչուհի։ Նա եղել էր ուսուցչուհի։ Ամուսնությունից առաջ հայերեն էր դասավանդում համայնքային դպրոցում, սիրում էր լինել աշակերտների հետ, սիրում էր տարբերություն մտցնել այդ երեխաների կյանքում։ Բայց Ռաֆայելն առաջարկել էր, կամ ավելի ճիշտ, տեղեկացրել էր, որ իր կնոջ համար հարմար չէր աշխատելը։ Որ նա պետք է իրեն նվիրեր բարեգործական գործերին, հայտնվեր սոցիալական միջոցառումներում, հոգ տար ընտանիքի իմիջի մասին։ Մարինան համաձայնվել էր, մեկ անգամ, քանի որ դա ավելի հեշտ էր թվում, քան պայքարելը։ Եղել եմ։ Ես ուսուցչուհի էի։ Հիմա չեմ աշխատում։ Անդրեն նկատեց տխրությունը նրա ձայնում, բայց չպարտադրեց թեման։ Հասկանում եմ։ Դե եթե մի օր ուզենաս վերադառնալ, վստահ եմ, որ շատ երեխաներ ուրախ կլինեն նորից քեզ որպես ուսուցչուհի ունենալու համար։ Շնորհակալություն, Անդրե։ Դա բարի է քո կողմից։ Զրույցն այնտեղից բնականon կերպով հոսեց։ Անդրեն պատմեց իր ճարտարապետական նախագծերի մասին, այն մարտահրավերների մասին, թե ինչպես ստեղծել տարածքներ, որոնք լինեն ֆունկցիոնալ, գեղեցիկ։ Մարինան իրեն բռնեց անկեղծորեն հետաքրքրված, հարցեր էր տալիս, ծիծաղում նրա պատմություններից, կիսվում իր սեփականներից մի քանիսով։ Տարօրինակ էր, բայց լավ էր ունենալ մեկին, ով իսկապես լսում էր իրեն, ով նայում էր իրեն, երբ նա խոսում էր, ով կարծես հոգ էր տանում այն մասին, թե ինչ էր նա ասելու։ Հաջորդ օրերին Անդրեն ու Մարինան ավելի շատ ժամանակ անցկացրեցին միասին։ Դա ռոմանտիկ ոչինչ չէր, առնվազն նրա կողմից։
Դա պարզապես երջանկություն էր, վերաբերվել որպես իրական մարդու, տեսանելի լինելու, կարոր լինելու։ Նրանք քայլում էին լճի ափով մայրամուտին, խոսում էին կյանքի մասին, այն երազանքների մասին, որոնք թողել էին, այն վախերի մասին, որոնք կրում էին։ Անդրեն երբեք ուղղակիորեն չհարցրեց նրա ամուսնության մասին, բայց Մարինան գիտեր, որ նա նկատում էր, որ ինչ-որ բան այն չէ։ Եթե հավանում եք, մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով մեր զույգի սիրավեպի մասին։ Հինգշաբթի կեսօր էր, երբ ամեն ինչ փոխվեց։ Մարինան լճի ափին էր խմբի հետ, հագած սպիկինի, որը գնել էր ակնթարթային ցանկությամբ, մազերը հավաքած անկանոն կոկոնում, մուգ ակնոցներով, պաշտպանելով աչքերը ուժեղ արից։ Նրանք նոր էին դուրս եկել ջրից, ծիծաղում էին Անուշի պատմած որեկատակի վրա, երբ Անդրեն հայտնվեց բոլորի համար պաղպաղակներով։ Մարինա, քո սիրած կիտրոնի համովը վերցրի։ Նա ընդունեց լայն ժպիտով, անկեղծորեն ուրախ։ Եվ հենց այդ պահին, ժամանակի մեջ սառեցված այդ վայրկյանին, նա լսեց ձայնը։ Մարինա։ Նա շրջվեց, աշխարհը կարծես կանգ առավ։ Այնտեղ, մի քանի մետր հեռավորության վրա, կանգնած էր Ռաֆայելը։ Նրա ամուսինը։ Այն մարդը, որը տանը հազիվ էր նայում նրան, այժմ նայում էր նրան այնպիսի ինտենսիվությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Նա հագած էր առօրյա հագուստ, ջինսե տաբատ բաց գույնի վերնաշապիկ, ամբողջովին դուրս այն անթերի կոստյումների համատեքստից, որոնք նա միշտ հագնում էր։ Բայց այն, ինչ ամենաշատը վախեցրեց նրան, նրա դեմքի արտահայտությունն էր։ Դա անտարբերություն չէր։ Դա ավելի շատ զայրույթի էր մոտ։ Ռաֆայել, ի՞նչ ես անում այստեղ։ Նա անտեսեց հարցը ուղիղ նայեց Անդրեին, որը դեռ պաղպաղակն էր բռնած, շփոթված իրավիճակից։ Դու ո՞վ ես։ Անդրեն, չհասկանալով, թե ինչ է կատարվում, քաղաքավարիորեն ձեռքը մեկնեց։ Ես Անդրեն եմ, Անուշի զարմիկը։ Իսկ դուք ո՞վ եք։ Ռաֆայելը չսեղմեց մեկնված ձեռքը։ Նրա աչքերը նորից դարձան Մարինային, այդ հայացքում ինչ-որ վտանգավոր բան կար։ Պետք է խոսենք։ Հիմա։ Մարինան զգաց, որ զայրույթը բարձրանում է կոկորդից։ Զայրույթ այն բանի համար, որ իրեն վերաբերվում են որպես սեփականություն, զայրույթ այն բանի համար, որ նա հայտնվել է այնտեղ ոչ մի տեղից գործում է, կարծես իր վրա որը իրավունք ունենա, զայրույթ ամիսների լքվածության անտարբերության համար։ Ոչ։ Ես ոչ մի տեղ չեմ գնա քեզ հետ։ Դու իրավունք չունես հայտնվել այստեղ հրամաններ տալ։ Ռաֆայելը մի քայլ արեց նրա ուղղությամբ, Մարինան նրա աչքերում այլ բան տեսավ։ Դա պարզապես զայրույթ չէր։ Դա վախ էր։ Նա վախենում էր։ Մարինա, խնդրում եմ։ Պետք է խոսենք։ Անուշը, նկատելով լարվածությունը, մոտեցավ։ Մարինա, ամեն ինչ լավ է։ Ո՞վ է այս տղան։ Նա իմ ամուսինն է, պատասխանեց Մարինան, ձայնը լի դառնությամբ։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Այնտեղ գտնվող բոլոր ընկերները Մարինայից Ռաֆայելին էին նայում, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Անդրեն մի քայլ հետ քաշվեց, շփոթված, վերջապես հասկանալով իրավիճակը։ Ռաֆայելն աչքերը չէր շեղում Մարինայից։ 5 րոպե։ Այսքանն եմ խնդրում։ Մարինան գիտեր, որ այդ պահը վերջի վերջո կգա։ Գիտեր, որ հավերժ չի կարող փախչել։ Նա հառաչեց, հոգնած, գլխով արեց։ Լավ։ 5 րոպե։ Նրանք լուռ քայլեցին դեպի լճի ափից ավելի հեռու մի տարածք, հեռու հետաքրքրասեր հայացքներից։ Ալիքների ձայնը միակ աղմուկն էր նրանց միջ։ Մարինան ձեռքերը ծալեց, սպասելով։ Ռաֆայելը ձեռքը տարավ մազերով, մի շարժում, որը նա երբեք չէր տեսել նրա կատարած։ Նա կարծես անկանոն էր, անվերահսկելի, մարդկային։ Ինչ ես անում այստեղ, Ռաֆայել։ Եվ ինչպես իմացար, որ ես այստեղ եմ։ Ես եկել էի գործնական հանդիպման։ Այստեղի մի ընկերություն հետաքրքրված է մեզ հետ պայմանագիր կնքելով։ Ես չգիտեի, որ դու այստեղ ես։ Դա պատահականություն էր։ Ես քայլում էի լճի ափով, փորձելով մտքերս մաքրել, ապա տեսա քեզ։ Նրա հետ։ Մարինան անհումոր ծիծաղեց։ Եվ ի՞նչն է խնդիրը։ Ես ընկերոջ հետ էի խոսում։ Մի բան, որը դու երբեք ինձ հետ չես արել, ի դեպ։ Դու ժպտում էիր։ Դու ուրախ էիր։ Ես երբեք քեզ այդպիսին չեմ տեսել։ Ռաֆայելի խոսքերը դուրս եկան գրեթե որպես մեղադրանք, բայց դրանց հետում ցավ կար։
Մարինան զգաց, որ արցունքներն այրում են իր աչքերը, բայց հրաժարվեց թույլ տալ, որ դրանք հոսեն։ Իհարկե, դու երբեք ինձ ուրախ չես տեսել, Ռաֆայել։ Դու երբեք ինձ չես տեսել։ Կետ։ Դու հազիվ գիտես, որ ես գոյություն ունեմ։ Դու 6 ամիս է ապրում ես նույն տանը, ինչ ես ինձ վերաբերվում ես, կարծես անտեսանելի լինեմ։ Ես գիտեմ, որ լավագույն ամուսինը չեմ եղել։ Դու ընդհանրապես ամուսին չես եղել։ Դու մի անծանոթ ես, որը կիսում է նույն հասցեն, ինչ ես։ Դու չգիտես, թե ինչպես եմ անցկացնում օրերս, չգիտես, թե ինչ եմ սիրում, բացարձակապես ոչինչ չգիտես իմ մասին։ Եվ գիտես, թե ինչն է վատագույնը։ Ես փորձեցի, Ռաֆայել։ Ես այդքան փորձեցի։ Ընթրիքներ պատրաստեցի, գեղեցիկ հագուստներ ընտրեցի, փորձեցի խոսել, փորձեցի որևէ կապ հաստատել։ Իսկ դու անտեսեցիր ինձ։ Ամեն օր։ Ամեն անիծված օր։ Մարինայի ձայնը տատանվեց վերջում, արցունքները վերջապես հոսեցին։ Ռաֆայելը մի քայլ արեց նրա ուղղությամբ, բայց նա ետ քաշվեց։ Ոչ։ Դու իրավունք չունես հիմա մոտենալու։ Դու իրավունք չունես հայտնվել այստեղ գործել, կարծես հոգ ես տանում։ Որովհետև դու հոգ չես տանում։ Դու երբեք հոգ չես տարել։ Մարինա, ես։ Դու ինչ, Ռաֆայել։ Դու ինձ գնեցիր։ Ինձ գնեցիր, կարծես առարկա լինեի, անհրաժեշտ մաս քո գործնական խաղի համար։ Եվ ես համաձայնեցի, որովհետև պետք էր փրկել իմ ընտանիքը։ Բայց ես չհամաձայնեցի, որ ինձ վերաբերվեն որպես աղբի։ Ես չհամաձայնեցի ապրել որպես անտեսանելի բանտարկյալ։ Ռաֆայելը փակեց աչքերը, կարծես նրա խոսքերը ֆիզիկապես ցավ էին պատճառում նրան։ Երբ նա նորից բացեց դրանք, այնտեղ այլ բան կար։ Ինչ-որ կոտրված բան։ Դու ճիշտ ես։ Ամեն ինչում։ Ես վախկոտ էի։ Ես քեզ բերեցի իմ կյանք թողեցի միայնակ, որովհետև վախենում էի։ Ինչից վախենալ։ Զգալուց։ Բացվելուց։ Նորից տառապելուց։ Մարինան գլուխը թափահարեց, հոգնած։ Ուրեմն ես վճարեցի քո ցավի գինը։ Ես վճարեցի մի բանի համար, որը չեմ արել։ Եվ գիտես, թե ինչն է վատագույնը։ Ես հասկացա քո ցավը, Ռաֆայել։ Տիկին Անահիտը պատմեց ինձ Իզաբելի մասին, այն մասին, թե ինչ տեղի ունեցավ։ Եվ ես խղճացի քեզ։ Ես իսկապես խղճացի։ Բայց քո ցավը հասկանալը իմը պակաս իրական չի դարձնում։ Ինձ պակաս միայնակ չի զգալ տալիս։ Ինձ պակաս անտեսանելի չի զգալ տալիս։ Երբ ես տեսա քեզ այդ տղամարդու հետ, երբ տեսա քեզ այդպես ժպտալիս, ես զգացի մի բան, որը տարիներ շարունակ չէի զգացել։ Ես վախ զգացի։ Վախ քեզ կորցնելուց։ Եվ հենց այդ ժամանակ հասկացա, որ այդ 6 ամսվա ընթացքում ինչ-որ պահի դու դադարել ես լինել պարզապես պայմանագրային պարտավորություն։ Դու դարձել ես մեկը, ում չեմ ուզում կորցնել։ Մարինան նայեց նրան, փնտրելով ստի, մանիպուլյացիայի նշաններ։ Բայց այն, ինչ տեսավ, անկեղծ խոցելիություն էր։ Այնուամենայնիվ, դա բավարար չէր։ Դու միայն այն ժամանակ հասկացար, որ չես ուզում ինձ կորցնել, երբ մեկ այլ տղամարդու տեսար իմ կողքին։ Ոչ թե այն պատճառով, որ դու հոգ ես տանում իմ մասին, այլ այն պատճառով, որ դու չես կարող տանել այն միտքը, որ կորցնես մի բան, որը համարում ես քոնը։ Եվ ես քո սեփականությունը չեմ, Ռաֆայել։ Ես մարդ եմ։ Մի մարդ, որն ունի զգացմունքներ, որն ունի կարիքներ, որն արժանի է տեսանելի լինելու, լսելի լինելու, հարգվելու։ Դու ճիշտ ես։ Եվ ես հնարավորություն եմ խնդրում տարբեր կերպ վարվելու համար։ Հնարավորություն, իսկապես ճանաչելու քեզ։ Ամուսին լինելու, ինչպիսին պետք է լինեի սկզբից։ Մարինան ձեռքերը ծալեց, պաշտպանվելով։ Ինչու պետք է հավատամ քեզ։ Ինչ է փոխվել։ Ինչու հիմա այլ կլինի։ Ռաֆայելը կարծես փնտրում էր ճիշտ բառերը, պայքարելով տարիների էմոցիոնալ պատերի դեմ, որոնք ինքն էր կառուցել։ Որովհետև 3 տարվա մեջ առաջին անգամ ես ինչ-որ բան զգացի։ Եվ դա սարսափելի էր։ Բայց նա իրական էր։ Եվ ես այլս չեմ ուզում փախչել դրանից։ Ես այլս չեմ ուզում փախչել քեզանից։ Մարինան լուռ մնաց, ամեն ինչ մարսելով։ Նրա մի մասը ցանկանում էր հավատալ նրան։
Բայց այն մասը, որը 6 ամիս տառապել էր, այն մասը, որը միայնակ լացել էր այդ բոլոր գիշերները, պատրաստ չէր այդքան հեշտությամբ ներելու։ Ինձ ժամանակ է պետք, Ռաֆայել։ Պետք է մտածեմ։ Որքան ժամանակ է քեզ պետք։ Չգիտեմ։ Միգուցե մնացած շաբաթն այստեղ։ Միգուցե ավելին։ Բայց ես պետք է, որ դու մի բան հասկանաս։ Եթե վերադառնանք այդ տուն, եթե ես տամ այս հնարավորությունը, իրերը պետք է իսկապես փոխվեն։ Ես այլևս չեմ ընդունի, որ ինձ վերաբերվեն որպես անտեսանելի։ Ես ավելին եմ արժանի, քան դա։ Դու արժանի ես։ Միշտ էլ արժանի ես եղել։ Ռաֆայելը ձեռքը մեկնեց, վարանելով Մարինան, մի պահից հետո բռնեց այն։ Դա նրանց միջ առաջին իրական շփումն էր հարսանիքի այդ մեխանիկական համբույրից հետո։ Նրա մատները տաք էին, ամուր, Մարինան զգաց, որ մարմնով մրսածություն է անցնում։ Ես ավելի լավ կանեմ, Մարինա։ Ես խոստանում եմ։ Նա նայեց նրա աչքերին, անկեղծություն տեսավ։ Բայց նա վախ տեսավ։ Եվ հասկացավ, որ գուցե նրանք այդքան էլ տարբեր չէին։ Երկուսն էլ պատեր էին կառուցել իրենց պաշտպանելու համար։ Երկուսն էլ վախենում էին բացվելուց։ Տարբերությունն այն էր, որ Մարինան դեռ հույս ուներ, մինչդեռ Ռաֆայելը իր հույսը թաղել էր շատ վաղուց։ Տեսնենք, Ռաֆայել։ Տեսնենք։ Նրանք կանգնած մնացին այնտեղ մի քանի րոպե, պարզապես ձեռքերը բռնած, լսելով ծովի ձայնը։ Եվ ապա Մարինան նրբորեն բաց թողեց ձեռքը, շրջվեց, ընկերներին վերադառնալու համար։ Բայց նախքան ամբողջովին հեռանալը, նա հետ նայեց։ Ռաֆայել, մի բան։ Այդ տղամարդը, Անդրեն։ Նա պարզապես ընկեր է։ Մեկը, ով բարի էր ինձ հետ, երբ ես շատ էի կարիք ունենում բարության։ Ուրիշ ոչինչ չկար։ Ռաֆայելը գլխով արեց, ծնոտը սեղմած, բայց ոչինչ չասաց։ Մարինան վերադարձավ խմբի մոտ, որը նրան դիմավորեց անհանգիստ հայացքներով։ Անուշը նրան քաշեց մի անկյուն։ Ամեն ինչ լավ է։ Ո՞վ էր այդ տղան։ Դու ամուսնացած ես։ Մարինան հառաչեց, իմանալով, որ պետք է բացատրություններ տա ընկերուհուն։ Երկար պատմություն է, Անուշ։ Եվ ես խոստանում եմ քեզ ամեն ինչ պատմել։ Բայց հիմա ինձ պարզապես մի փոքր ժամանակ է պետք միայնակ, լավ։ Անուշն ամուր գրկեց ընկերուհուն։ Երբ ուզենաս խոսել, ես այստեղ կլինեմ։ Միշտ։ Մարինան կեսօրվա մնացած մասը միայնակ անցկացրեց լճի ափին քայլելով, մտածելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Ռաֆայելի հայտնվելը նրան այնպես էր շփոթեցրել, ինչպես չէր սպասում։ Նրա մեջ խոցելիություն տեսնելը, վախ տեսնելը, այդ սառցե դիմակից բացի այլ բան տեսնելը, ինչ-որ բան էր շոշափել նրա ներսում։ Բայց նա չէր կարող մոռանալ ցավի 6 ամիսը։ Նա չէր կարող պարզապես ջնջել միայնությունը, լացի գիշերները, չգոյություն ունենալու զգացումը։ Նա որոշում ուներ կայացնելու։ Նա կարող էր շարունակել այդ ամուսնությունը, Ռաֆայելին իրական հնարավորություն տալ, ռիսկի դիմել ավելի շատ վիրավորվելու։ Կամ կարող էր ամեն ինչ ավարտել, վերցնել համաձայնագրի գումարը, ապահովել ընտանիքի ապագան, շարունակել իր կյանքը։ Բայց մինչ նա քայլում էր ավազի վրայով, զգալով ծովի զովությունը մազերում, Մարինան կարևոր բան հասկացավ։ Առաջին անգամ Ռաֆայելը ցույց էր տվել, որ ինքը կարող է։ Առաջին անգամ նա ինչ-որ իրական բան էր զգացել։ Եվ միգուցե, պարզապես միգուցե, դա սկիզբ էր։ Երբ արը սկսեց մայր մտնել, երկինքը նարնջագույն վարդագույն երանգներով ներկելով, Մարինան կայացրեց իր որոշումը։ Նա կվերադառնար Երան։ Կվերադառնար այդ առանձնատուն։ Բայց կվերադառնար պայմաններով։ Կվերադառնար, պահանջելով հարգանք, պահանջելով ուշադրություն, պահանջելով, որ իրեն վերաբերվեն որպես կնոջ, որն ինքը կար, ոչ միայն թղթի վրա, այլ իրականում։ Նա զանգահարեց Ռաֆայելին այդ գիշեր։ Նա պատասխանեց առաջին իսկ զանգին, կարծես սպասում էր զանգին։ Ռաֆայել, ես որոշել եմ։ Ես կվերադառնամ։ Բայց պետք է այլ լինի։ Կլինի։ Ես խոստանում եմ, որ այլ կլինի։ Ինձ պետք է, որ դու խոսես ինձ հետ։ Որ ընտրես ինձ հետ։ Որ տեսնես ինձ, երբ մտնեմ սենյակ։ Ես պետք է գոյություն ունենամ քո համար, Ռաֆայել։ Դու գոյություն ունես։ Միշտ էլ գոյություն ունեցել ես։ Ես էի չափից դուրս կույր, տեսնելու համար։
Մարինան զգաց, որ աչքերը նորից այրում են, բայց այս անգամ դրանք պարզապես ցավի արցունքներ չէին։ Դրանք հույսի արցունքներ էին։ Ուրեմն կհանդիպենք տանը շաբաթվա վերջին։ Կհանդիպենք տանը, Մարինա։ Նա անջատեց հեռախոսը, նայեց ծովին, զգալով այդ որոշման ծանրությունը։ Նա չգիտեր, ճիշտ ընտրություն էր կատարում։ Նա չգիտեր, Ռաֆայելն իսկապես կփոխվի, բայց գիտեր, որ պետք է փորձեր։ Որովհետև առաջին անգամ այդ մարդու մեջ ինչ-որ իրական բան էր տեսել։ Եվ Մարինան միշտ հավատացել էր երկրորդ հնարավորություններին։ Մարինան երան վերադարձավ կիրակի առավոտյան։ Վերադարձի ճանապարհին նրա սիրտը տատանվում էր հույսի վախի մեջ։ Նա Ռաֆայելին երկրորդ հնարավորություն էր տվել, բայց չգիտեր, նա իսկապես կկատարի իր խոստումները։ Այս անգամ այլ կլինի, թե նա պարզապես պատրաստվում էր 6 ամիս միայնության։ Երբ մեքենան կանգնեց առանձնատան դիմաց, Մարինան խորը շունչ քաշեց, նախքան դուրս գալը։ Անահիտը բացեց դուռը ջերմ ժպիտով, բայց տան կառավարչուհու աչքերում ինչ-որ այլ բան կար։ Ինչ-որ բան, որը կարծես հետաքրքրություն էր, խառնված հույսի հետ։ Բարի վերադարձ, սիրելիս։ Պարոն Ռաֆայելը սենյակում է, սպասում է քեզ։ Մարինան կանգ առավ, զարմացած։ Ռաֆայելը երբեք տանը չէր լինում կիրակի առավոտյան։ Նա միշտ օգտագործում էր հանգստյան օրերը աշխատելու, պայմանագրեր վերանայելու, միջազգային զանգեր կատարելու համար։ Բայց ահա Անահիտն էր, ասելով, որ նա սպասում է իրեն։ Նա ճամպրուկը թողեց մուտքի սրահում, դանդաղ քայլեց դեպի սենյակ։ Եվ ապա տեսավ նրան։ Ռաֆայելն այնտեղ էր, հագած առօրյա հագուստ, ջինսե-տաբատ շապիկ, մի բան, որը նա նույնպես երբեք չէր տեսել նրա հագած։ Նա սուրճի բաժակ էր բռնած, նայում էր պատուհանից, բայց շրջվեց, հենց որ լսեց նրա մուտքը։ Մարինա, դու հասար։ Նրա ձայնը տարբեր էր։ Ավելի մեղմ, ավելի անվստահ։ Կարծես նա նույնպես չգիտեր, թե ինչպես վարվի այդ նոր տարածքում, որը նրանք ուսումնասիրում էին։ Հասա։ Դու ասացիր, որ այստեղ կլինես։ Եվ ես այստեղ եմ։ Ես մտածեցի, որ գուցե միասին նախաճաշենք։ Անահիտը պատրաստել է այն բլիթները, որոնք դու սիրում ես։ Մարինան կրծքի մեջ սեղմում զգաց։ Նա գիտեր, որ ինքը սիրում է բլիթներ։ Նա ուշադրություն դրել էր իր մասին որևէ բանի վրա։ Ինչպես գիտես, որ ես սիրում եմ բլիթներ։ Ռաֆայելը մի փոքր շփոթված թվաց, ձեռքը տարավ մազերով այն շարժումով, որը նա սկսում էր ասոցացնել նրա հետ, երբ նա նյարդայնանում էր։ Ես հարցրեցի Անահիտին։ Ուզում էի մի բան անել, որը դու կհավանեիր։ Դա փոքր ժեստ էր։ Նույնիսկ մանրուք։ Բայց Մարինայի համար, որը 6 ամիս ամբողջովին անտեսված էր եղել, դա աշխարհ էր նշանակում։ Նա գլխով արեց հետեց նրան դեպի ճաշասենյակ։ Սեղանը խնամքով դրված էր։ Դա շքեղ ոչինչ չէր, պարզապես երկու մարդ, որոնք կիսում էին ուտելիքը, բայց կենտրոնում ծաղիկներ կային, սպիտակ երիցուկներ։ Մարինան մտածեց, Ռաֆայելը գիտեր, որ դրանք իր սիրելիներն էին, թե դա պարզապես բախտ էր։ Նրանք նստեցին միմյանց դիմաց, մի պահ լռությունը անհարմար էր։ Ոչ ոք չգիտեր, թե ինչպես սկսել։ Ինչպես անցավ քո շաբաթվա մնացած մասը լճի ափին, հարցրեց Ռաֆայելը վերջապես, երկուսի համար էլ նարնջի հյութ լցնելով։ Լավ էր։ Ինձ պետք էր դա։ Պետք էր հիշել, թե ով էի ես մինչ այս ամենը։ Եվ ով ես դու, Մարինա։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Ոչ ոք նրան դա չէր հարցրել վաղուց։ Ինքը նույնիսկ վստահ չէր, թե գիտի պատասխանը։ Ես ուսուցչուհի էի։ Հայերեն էի դասավանդում համայնքային դպրոցի տարրական դասարանների երեխաներին։ Սիրում էի տեսնել նրանց աչքերը փայլելիս, երբ նրանք հասկանում էին նոր հասկացություն, երբ հայտնաբերում էին բառերի ուժը։ Ես սիրում էի տարբերություն մտցնել նրանց կյանքում։ Ինչու դադարեցրիր։ Մարինան նայեց նրան, փորձելով որոշել, պետք է անկեղծ լինի, թե դիվանագիտական։ Նա ընտրեց անկեղծությունը։ Որովհետև դու ասացիր, որ դա հարմար չէ։ Որ Ռաֆայել Գրիգորյանի կինը պետք է իրեն նվիրեր այլ բաների։ Բարեգործական գործեր, սոցիալական միջոցառումներ, իմիջի կառուցում։ Ռաֆայելը փակեց աչքերը, կարծես խոսքերը ցավ էին պատճառում։ Ես դա ասացի։ Ասացիր։
Ամուսնությունից հետո երկրորդ օրը։ Նա երկար լուռ մնաց, Մարսելով դա. Դու կարող ես վերադառնալ։ Եթե դա է քո ուզածը, դու կարող ես վերադառնալ դասավանդելու։ Մարինան զգաց, որ արցունքները գծում են աչքերը, բայց թարթեց դրանք հեռացնելու համար։ Կցանկանայի։ Բայց գուցե ոչ հիմա։ Միգուցե, երբ իրերը ավելի նա վարանեց, կայուն կլինեն մեր միջ։ Ռաֆայելը գլխով արեց, հասկանալով։ Ավելին պատմիր։ Քո մասին։ Քո ընտանիքի մասին։ Ամեն ինչի մասին։ Եվ ապա, առաջին անգամ նրանց ծանոթությունից ի վեր, նրանք խոսեցին։ Մարինան խոսեց իր ծնողների մասին, մոր հիվանդության մասին, քրոջ Ջուլիայի երազանքների մասին։ Նա խոսեց իր պարզ, բայց երջանիկ մանկության մասին, այն գրքերի մասին, որոնք սիրում էր կարդալ, երաժշտության հանդեպ կրքի մասին, որը նա ժառանգել էր տատիկից։ Ռաֆայելը լսեց։ Իսկապես լսեց։ Հարցեր էր տալիս, անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում, ծիծաղում էր նրա պատմած զվարճալի պատմություններից։ Երբ Մարինան հասկացավ, արդեն կեսօր էր։ Նրանք ժամեր էին անցկացրել զրուցելով, դա առաջին անգամ էր, որ նա չէր զգում միայնության ճնշող ծանրությունը այդ տանը։ Իսկ դու, Ռաֆայել, պատմիր ինձ քո մասին։ Ո՞վ է հաջողակ գործարարի հետում գտնվող մարդը։ Ռաֆայելը վարանեց։ Իր մասին խոսելը, բացվելը դեռ դժվար էր նրա համար։ Բայց նա փոփոխություն էր խոստացել, պետք էր ինչ-որ տեղից սկսել։ Ես մեծացել եմ այս տանը։ Ծնողներս կոշտ մարդիկ էին, կենտրոնացած արդյունքների, հաջողության վրա։ Սերը ցուցադրվում էր կատարված ակնկալիքների միջոցով, ոչ թե գրկախառնությունների կամ քնքուշ խոսքերի։ Ես վաղ տարիքից սովորեցի պատեր կառուցել, թուլություն չցուցաբերել, հեշտությամբ չվստահել։ Իսկ Իզաբելը։ Ինչպես նա մտավ քո կյանք։ Անունը դեռ ցավ էր պատճառում, Մարինան տեսնում էր, թե ինչպես էր Ռաֆայելի ծնոտը լարվում։ Բայց նա պատասխանեց. Նրան ճանաչեցի քոլեջում։ Նա այն ամենն էր, ինչ ես կարծում էի, որ ուզում եմ։ Գեղեցիկ, խելացի, լավ ընտանիքից։ Կարծեցի, որ վերջապես իրական բան կունենամ, գիտեք։ Մի բան, որը հիմնված չէր գործերի կամ հարմարության վրա։ Եվ երբ հայտնաբերեցի, որ նա Տիգրանի, իմ լավագույն ընկերոջ, իմ գործընկերոջ հետ էր, կարծես հողը ոտքերիս տակից անհետացավ։ Ես լիովին վստահել էի նրանց, նրանք ինձ դավաճանեցին ամենավատ ձով։ Մարինան ձեռքը մեկնեց սեղանին, վարանելով, դիպավ Ռաֆայելի ձեռքին։ Նա նայեց նրանց միահյուսված մատներին, կարծես դա աշխարհի ամենազարմանալի բանն էր։ Ես ցավում եմ այն ամենի համար, ինչով դու անցար։ Բայց դու պետք է հասկանաս, որ ես նա չեմ։ Ես քեզ չեմ դավաճանի։ Ես քո կյանք չեմ եկել քեզ վնասելու համար։ Ես գիտեմ։ Կամ գոնե, փորձում եմ հավատալ դրան։ Պարզապես, այդքան ժամանակ ավելի հեշտ էր ոչինչ չզգալը, քան ռիսկի դիմելը զգալու նորից կործանվելու համար։ Եվ հիմա վախենում եմ։ Բայց տարիների մեջ առաջին անգամ վախը ինձ չի անդամալույց անում։ Այն ինձ մղում է դեպի ինչ-որ բան, ոչ թե հեռու։ Հաջորդող շաբաթները նուրբ բարի նման էին։ Ռաֆայելն իսկապես փորձում էր։ Նա ավելի շուտ էր տուն գալիս, Մարինայի հետ ընթրում էր, հարցնում նրա օրվա մասին։ Նրանք սկսեցին փոքր ծեսեր ունենալ։ Շաբաթ օրերին միասին նախաճաշ։ Կիրակի օրերին զբոսանքներ այգում։ Երեկոյան ֆիլմեր, բազմոցին բաղձանքով, պոպկորնով։ Մարինան յուրաքանչյուր փոփոխություն դիտում էր հույսի զգուշության խառնուրդով։ Նա ուզում էր հավատալ, որ դա իրական է, որ դա պարզապես ժամանակավոր մեղք չէր, որը շուտով կանցնի։ Բայց աստիճանաբար, տեսնելով հետողականությունը, տեսնելով Ռաֆայելի անկեղծ ջանքերը, նրա սիրտը սկսեց բացվել։ Մի երեկո, ընթրիքից հետո, Ռաֆայելը նրան անակնկալ մատուցեց։ Դա գիրք էր, Գիմարայն Ռոզայի «Մեծ Սերտոն վերեդաս» ի հին հրատարակությունը։ Անահիտն ինձ ասաց, որ դու սիրում ես այս գիրքը։ Ես այս հատուկ հրատարակությունը գտա հնագույն գրքերի խանութում։ Մարինան գիրքը բռնեց հարգանքով, աչքերը լցված։ Դա իմ սիրելի գիրքն է։ Ինչպես գիտեիր։ Ես հարցրեցի։ Վերջին շաբաթներին շատ հարցեր եմ տվել Անահիտին։ Ես փորձում եմ ճանաչել քեզ, Մարինա։ Իրականում։ Շնորհակալություն։ Դա շատ բան է նշանակում ինձ համար։
Այդ գիշեր, ամուսնությունից ի վեր առաջին անգամ, Ռաֆայելը չգնաց իր առանձին սենյակ։ Նա ամաչկոտ հարցրեց, թե արդյոք Մարինան դեմ չի լինի, եթե նա քնի իր կողքին։ Ոչ թե որևէ բան անելու համար, պարզապես չբաժանվելու համար։ Մարինան համաձայնեց, սիրտը ուժեղ բաբախելով կրծքի մեջ։ Նրանք պառկեցին մահճակալին, յուրաքանչյուրը իր կողմում, նրանց միջ հարգալից տարածություն։ Բայց գիշերվա կեսին Մարինան արթնացավ, հասկացավ, որ նա բաղձանքով պառկած է Ռաֆայելի կրծքին, նրա ձեռքը պաշտպանողաբար փաթաթված է իր գոտկատեղին։ Եվ երկար ժամանակ առաջին անգամ նա իրեն ապահով զգաց։ Փոփոխությունները շարունակվեցին։ Ռաֆայելը սկսեց չեղարկել հանդիպումները Մարինայի համար կարևոր իրադարձություններին ներկա լինելու համար։ Երբ նա որոշեց նորից կամավոր աշխատանք կատարել, հայերեն դասավանդելով մեծահասակներին սոցիալական նախագծում, նա խրախուսեց նրան, այցելեց նրան հաստատությունում, միջոցներ նվիրաբերեց տեղի կառուցվածքը բարելավելու համար։ Մարինան սկսեց տեսնել զրահի հետում գտնվող մարդուն։ Ռաֆայելը զվարճալի էր, երբ հանգստանում էր։ Նա ուներ չոր հումորի զգացում, որը նրան ծիծաղեցնում էր։ Նա առատաձեռն էր այն ձերով, որոնք նա չէր սպասում, անանուն նվիրատվություններ անելով այն գործերին, որոնց նա հավատում էր։ Եվ նա ուներ վախեր, անապահովություն, ինչպես ինքը։ Մի կեսօր, երբ նրանք քայլում էին հաղթանակի զբոսայգով, Ռաֆայելը կանգ առավ լճի դիմաց, շրջվեց դեպի Մարինա։ Ես պետք է քեզ մի բան ասեմ։ Մարինան զգաց, որ ստամոքսը սեղմվում է։ Այդ լուրջ տոնը միշտ վախեցնում էր նրան։ Երբ ես քեզ տեսա լճի ափին, այդ տղայի հետ, ես ոչ միայն խանձ զգացի։ Ես սարսափ զգացի։ Սարսափ, որ դու կհասկանաս, որ ավելի լավին ես արժանի, քան ես։ Մեկին, ով երբեք քեզ չէր վնասի։ Եվ ճշմարտությունն այն է, որ դու իսկապես արժանի ես։ Բայց ես չափազանց եսասեր եմ քեզ թույլ տալու գնալ։ Այնպես որ ես իմ կյանքի մնացած մասը կանցկացնեմ, փորձելով լինել այն մարդը, որին դու արժանի ես։ Նույնիսկ եթե երբեք լիովին չհասնեմ դրան։ Մարինան զգաց, որ արցունքները ազատորեն հոսում են։ Դրանք թեթացման, երջանկության, վերջապես իրականացած հույսի արցունքներ էին։ Դու պետք չէ կատարյալ լինես, Ռաֆայել։ Դու պարզապես պետք է ներկա լինես։ Պարզապես պետք է տեսնես ինձ, լսես ինձ, գնահատես ինձ։ Եվ դու դա արել ես։ Ամեն օր դու դա արել ես։ Ռաֆայելը նրան գրկեց, նա իրեն թույլ տվեց հալվել նրա գրկում։ Այնտեղ, այգու մեջտեղում, երբ կեսօրվա առը լուսավորում էր ամեն ինչ շուրջը, Մարինան զգաց, որ վերջապես տանն է։ Ոչ թե թանկարժեք առանձնատանը, այլ այն մարդու գրկում, ով նորից սովորում էր սիրել։ Երբ նրանք բաժանվեցին, Ռաֆայելը ձեռքերով բռնեց նրա դեմքը, համբուրեց նրան։ Դա ամուսնության այն մեխանիկական համբույրի նման չէր։ Դա դանդաղ էր, խորը, իմաստալից։ Դա մի համբույր էր, որն ասում էր այն ամենը, ինչ բառերը չէին կարող արտահայտել։ Եվ երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին։ Կարծում եմ, սիրահարվում եմ քեզ, Մարինա, շնջաց Ռաֆայելը, ձայնը լի հույզերով, վախով։ Մարինան ժպտաց, քնքշորեն դիպչելով նրա դեմքին։ Ես նույնպես։ Եվ դա միաժամանակ սարսափելի է, հրաշալի։ Հաջորդող ամիսները Մարինայի կյանքի ամենաերջանիկն էին։ Տունը, որը նախկինում սառը դամբարան էր թվում, այժմ լի էր կյանքով, ծիծաղով, մինչ ուշ գիշերվա զրույցներով։ Անահիտը ամեն ինչ դիտում էր արցունքոտ աչքերով, ուրախ տեսնելով այդ փոխակերպումը։ Ռաֆայելը Մարինային տարավ, ցույց տալու իր մանկության հատուկ վայրերը։ Նա ցույց տվեց նրան այն շենքը, որտեղ ապրել էր մանուկ հասակում, այն դպրոցը, որտեղ սովորել էր, այն այգին, որտեղ սովորաբար խաղում էր։ Մարինան, իր հերթին, նրան տարավ, ծանոթացնելու իր ընտանիքի հետ։ Մարինայի մայրը, տիկին Լուսինեն, լաց եղավ, հանդիպելով փեսային բազմիցս շնորհակալություն հայտնեց այն ամենի համար, ինչ նա արել էր նրանց համար։ Ջուլիան, կրտսեր քույրը, անմիջապես սիրեց Ռաֆայելին, նրան ռմբակոծելով տեխնոլոգիայի բիզնեսի մասին հարցերով։ Երկուշաբթի առավոտ էր, լճի ափին հաշտությունից 3 ամիս անց, երբ Մարինան արթնացավ, իրեն տարօրինակ զգալով։ Կար մշտական սրտխառնոց, հոտերի հանդեպ բարձր զգայունություն, հոգնածություն, որը նա չէր կարողանում բացատրել։ Սկզբում նա կարծեց, որ դա պարզապես հոգնածություն է։ Բայց երբ ախտանիշները շարունակվեցին մեկ շաբաթ, կասկած սկսեց ձավորվել նրա մտքում։ Նա դեղատնից թեստ գնեց, այն պայուսակում թաքցնելով, կարծես մաքսանենգ ապրանք լիներ։
Նա չէր ուզում կեղծ հույսեր ստեղծել ոչ իր, ոչ էլ Ռաֆայելի համար։ Նրանք դեռ չէին խոսել երեխաների մասին։ Նրանց հարաբերությունները դեռ փխրուն էին, կառուցման փուլում երեխան ամեն ինչ կփոխեր։ Մարինան թեստը արեց տան լոգարանում, ձեռքերը այնքան դողում էին, որ հազիվ չկցեց փոքրիկ պլաստիկ ձողիկը։ Եվ ապա սպասեց։ Իր կյանքի 3 ամենաերկար րոպեները։ Երբ վերջապես նայեց արդյունքին, նա զգաց, որ աշխարհը պտտվում է։ 2 գիծ։ Դրական։ Նա հղի էր։ Մարինան նստեց լոգարանի եզրին, փորձելով մարսել տեղեկությունը։ Նրա ներսում կյանք էր աճում։ Կյանք, որը նա Ռաֆայելը ստեղծել էին։ Նրա մի մասը էքստազի մեջ էր, բայց մյուս մասը սարսափած էր։ Ինչպես կարձագանքի Ռաֆայելը։ Նա երեխաներ ուզում էր։ Նրանք պատրաստ էին դրան։ Նա որոշեց սպասել ճիշտ պահին պատմելու համար։ Նա ուզում էր, որ դա հատուկ լիներ, ուզում էր, որ կատարյալ լիներ։ Նա օրեր շարունակ պլանավորում էր, պատկերացնելով տարբեր սցենարներ։ Եվ ապա որոշեց անել մի բան, որը մի անգամ ֆիլմում էր տեսել։ Նա գնեց փոքրիկ, սպիտակ տուփ կարմիր ժապավենով։ Ներսում նա դրեց հղիության թեստը, ինտերնետում գտնված մանկական ուլտրաձայնային լուսանկարի ձեռագիր գրության հետ միասին, որը պարզապես ասում էր. Երեքով կլինենք։ Ուրբաթ երեկոյան, տանը հանգիստ ընթրիքից հետո, Մարինան տուփը տվեց Ռաֆայելին։ Քեզ համար նվեր ունեմ։ Ռաֆայելը վերցրեց տուփը, հետաքրքրված, ժպիտը խաղում էր շուրթերին։ Իմ ծննդյան օրը չէ։ Ինչ ես դավադրում։ Բաց արա իմացիր։ Ռաֆայելը հանեց ժապավենը, բացեց տուփը, Մարինան տեսավ հենց այն պահը, երբ նա հասկացավ։ Նրա աչքերը լայն բացվեցին, բերանը բացվեց ցնցումից, նա նայեց նրան, ապա տուփին, ապա նորից նրան։ Դու, նա չկարողացավ ավարտել նախադասությունը։ Հղի։ Ես հղի եմ, Ռաֆայել։ Հաջորդած լռությունը կարծես հավերժտեց։ Մարինան զգաց, որ սիրտը թրջում է, վախը պատեց նրան։ Բայց ապա տեսավ արցունքները հոսելիս Ռաֆայելի դեմքից։ Նա երբեք չէր լացում։ Նա երբեք նրան լացող չէր տեսել։ Բայց ահա նա էր, արցունքները ազատորեն հոսում էին, մինչ նա բռնած էր այդ փոքրիկ տուփը, կարծես դա աշխարհի ամենաթանկ բանն էր։ Մենք երեխա կունենանք, շշնջաց նա, ձայնը խեղդված։ Կունենանք։ Դու ուրախ ես։ Ռաֆայելը նրան այնքան ամուր գրկեց, որ Մարինան հազիվ շնչեց։ Եվ ապա նա իսկապես սկսեց հեկեկալ, այն ամբողջ վերահսկողությունը, որը նա միշտ պահպանում էր, վերջապես փլուզվեց։ Ուրախը նույնիսկ մոտ չի նկարագրում այն, ինչ զգում եմ։ Ես երբեք չէի մտածել, երբեք չէի կարծել, որ արժանի կլինեմ դրան։ Ընտանիք։ Կին, որին սիրում եմ։ Ճանապարհին երեխա։ Մարինա, դու ինձ ամեն ինչ տվեցիր։ Մարինան լացում էր նրա հետ միասին հիմա, ամուր բռնելով նրան։ Մենք դա միասին կանենք։ Մենք կկառուցենք այն ընտանիքը, որը երկուսս էլ միշտ ուզել ենք։ Այդ գիշեր, առաջին անգամ, Ռաֆայելը ամբողջովին բացեց իր սիրտը Մարինայի համար։ Նա խոսեց հայր լինելու իր վախերի մասին, այն մասին, թե ինչպես էր վախենում կրկնել իր ծնողների սխալները, այն մասին, թե ինչպես էր սարսափած ամեն ինչ փչացնելուց։ Եվ Մարինան իր ամբողջ համբերությամբ սիրով հավաստիացրեց նրան, որ նրանք միասին կսովորեն, միասին կսխալվեն ճիշտ կանեն, միասին ավելի լավ բան կկառուցեն։ Հղիության լուրը նոր հարթություն բերեց նրանց հարաբերություններին։ Ռաֆայելը էլ ավելի ուշադիր դարձավ, ավելի ներկա։ Նա գնում էր բոլոր բժշկական այցերին, գրի էր առնում այն ամենը, ինչ բժիշկն ասում էր, հազարավոր հարցեր էր տալիս։ Սկսեց երեխայի սենյակը հավաքել իր ձեռքերով, հրաժարվելով մեկին վարձելուց, քանի որ ուզում էր դա անել անձամբ։ Ամեն գիշեր քնելուց առաջ խոսում էր Մարինայի փորի հետ, պատմելով իր օրվա մասին, խոստումներ տալով, թե ինչպիսի հայր կլինի։ Մարինան ամեն ինչ դիտում էր լիքը սրտով։ Այն մարդը, որն այդքան սառն էր, այդքան հեռու, այժմ ամբողջովին հանձնված էր։ Եվ նա ամեն օր ավելի ու ավելի էր սիրահարվում նրան։ Հղիության ամիսներն անցան որպես երազ։ Մարինան տեսնում էր, թե ինչպես է իր մարմինը փոխվում, զգում էր իր ներսում աճող կյանքը, յուրաքանչյուր փոխակերպում ուղեկցվում էր իր Ռաֆայելի միջ աճող սիրով։ Նա ներկա էր ամեն ինչում, առավոտյան սրտխառնոցի նոպաներից մինչ գիշերվա կեսի տարօրինակ ցանկությունները։
Երբ Մարինան արթնանում էր գիշերվա ժամը 3-ին ուզենալով մանգոյի պաղպաղակ գետնանուշով, Ռաֆայելը բարձրանում էր անկողնուց, առանց բողոքելու, վերադառնում էր հենց այն, ինչ նա խնդրում էր, գումարած մի քանի լրացուցիչ տարբերակներ, եթե նա մտափոխվեր։ Մարինայի ընտանիքը ուրախ էր։ Տիկին Լուսինեն, ապաքինված ուժեղ, շնորհիվ Ռաֆայելի գումարով տրամադրված բուժման, մանր հագուստներ էր հյուսում գալիք թոռնիկի համար։ Ջուլիան, այժմ բժշկություն սովորող, շնորհիվ իր ստացած լրիվ կրթաթոշակի, հաճախ էր այցելում քրոջը, հիացած հղիության յուրաքանչյուր բժշկական մանրամասնությամբ։ Եվ Մարինայի հայրը, թեկուզ ֆիզիկապես սահմանափակ, վերականգնել էր աչքերի ուրախությունը, իմանալով, որ պապիկ է դառնալու։ Ռաֆայելը Մարինայի ընտանիքին հաճախակի ընթրիքների էր հրավիրում առանձնատուն։ Տունը, որը նախկինում լուռ սառն էր, այժմ լի էր ձայներով, ծիծաղով, պատմություններով։ Անահիտը խնջույքներ էր պատրաստում, բոլորը հավաքվում էին մեծ ճաշասեղանի շուրջ, ստեղծելով հիշողություններ, որոնք Մարինան հավերժ կպահեր։ Մի կեսօր, երբ նա կազմակերպում էր երեխայի սենյակը, Ռաֆայելը կանգ առավ նայեց Մարինային այն արտահայտությամբ, որը նա սովորել էր ճանաչել, այն, որը նշանակում էր, որ նա պատրաստվում է կարևոր բան ասել։ Մարինա, ես պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ։ Նա դադարեց ծալել հագուստները, հետաքրքրությամբ նայեց նրան։ Ինչի՞։ Համար շնորհակալություն։ Ինձ փրկելու համար։ Այն բանի համար, որ չհուսահատվեցիր ինձանից, երբ ես նույնիսկ երկրորդ հնարավորության արժանի չէի։ Ինձ նորից սիրել, նորից վստահել, նորից ապրել սովորեցնելու համար։ Ես մեռած էի ներսից, Մարինա։ Ամբողջովին մեռած։ Եվ դու ինձ նորից կյանքի բերեցիր։ Մարինան զգաց, որ արցունքները, որոնք միշտ այդքան առկա էին հղիության ընթացքում, լցնում են իր աչքերը։ Դու նույնպես փրկեցիր ինձ, Ռաֆայել։ Ոչ միայն ֆինանսապես, այլ էմոցիոնալ առումով։ Դու ինձ ցույց տվեցիր, որ ես արժանի եմ սիրվելու, տեսանելի լինելու, գնահատվելու։ Մենք փրկեցինք միմյանց։ Ռաֆայելը ծնկի իջավ նրա կողքին, մի բան, որը հաճախ էր անում, քանի որ Մարինայի որովայնը չափազանց մեծ էր, որ նա հեշտությամբ կռանա։ Նա համբուրեց նրա կլոր որովայնը, խոսելով երեխայի հետ, ինչպես անում էր ամեն գիշեր։ Քո մայրը աշխարհի ամենազարմանալի կինն է, գիտես։ Եվ ես իմ կյանքի մնացած մասը կանցկացնեմ նրան սիրված գնահատված զգալու համար։ Եվ դու, փոքրիկս, կմեծանաս իմանալով, թե ինչ է իսկական սերը։ Ոչ թե այն սառը հեռավոր սերը, որը ես ճանաչեցի իմ մանկության տարիներին, այլ տաք, ներկա, անվերապահ սերը։ Ես խոստանում եմ քեզ, որ կլինեմ լավագույն հայրը, որը կարող եմ լինել։ Մարինան ձեռքը տարավ Ռաֆայելի մազերով, սիրտը հույզերով լցված։ Ինչպես էին նրանք հասել այնտեղ։ Ինչպես էր այդ ամուսնությունը, որը սկսվել էր որպես սառը գործարք, վերածվել դրան։ Այն ամենագեղեցիկ սիրո պատմությանը, որը նա կարող էր պատկերացնել։ Շաբաթներն արագ անցան։ Մարինան 8-րդ ամսում էր, երբ բժիշկը հերթական այցելության ժամանակ տեղեկացրեց, որ երեխան կատարյալ դիրքում է կարող է ցանկացած պահի ծնվել։ Ռաֆայելը մտավ առավելագույն զգոնության ռեժիմ։ Նա պատրաստեց պայուսակ, այն ամենով, ինչ կարող էր անհրաժեշտ լինել, անգիր արեց հիվանդանոցի ամենաարագ ճանապարհը օրվա տարբեր ժամերին, մտավոր սիմուլյացիաներ արեց բոլոր հնարավոր արտակարգ իրավիճակների համար։ Մարինան ծիծաղում էր նրա չափից ավելի անհանգստությունից, բայց նա խորապես հուզված էր։ Այն մարդը, որը նախկինում հազիվ էր նայում նրան, այժմ ամբողջովին նվիրված էր ամեն ինչ կատարյալ լինելուն։ Երեքշաբթի երեկոյան էր, նախատեսված ամսաթվից 3 շաբաթ առաջ, երբ Մարինան զգաց առաջին կծկումը։ Նա սենյակում էր, Ռաֆայելի հետ ֆիլմ էր դիտում, երբ զգաց հանկարծակի ցավ իր որովայնում։ Սկզբում փորձեց թաքցնել, կարծելով, որ դրանք պարզապես մարզումային կծկումներ են, որոնք նա զգում էր շաբաթներ շարունակ։ Բայց ապա եկավ մեկ ուրիշը, ավելի ու ավելի մոտ։ Ռաֆայել, կարծում եմ, ժամանակն է։ Նա մի վայրկյան գունատվեց, բայց ապա վճռականությունը տիրեց։ Ակնթարթում նա վերցրել էր պատրաստված պայուսակը, օգնել Մարինային վեր կենալ, նրան ուղղորդում էր դեպի մեքենան։ Հիվանդանոցի ողջ ճանապարհին նա բռնած էր նրա ձեռքը, շնջալով քաջալերող խոսքեր, փորձելով պահպանել հանգստությունը, թեկուզ իր սեփական նյարդերը շատ լարված էին։ Դու այդքան լավ ես անում, սերս։ Այդքան լավ։ Շուտով կհանդիպենք մեր դստերը։ Նրանք 5-րդ ամսում հայտնաբերել էին, որ աղջիկ կլիներ։ Ռաֆայելը լաց եղավ, երբ իմացավ, խոստովանելով, որ միշտ երազել էր դուստր ունենալու մասին։
Նրանք միասին ընտրել էին անունը, Հեղինե, Մարինայի տատիկի պատվին, որին նա այդքան սիրել էր։ Հիվանդանոց հասնելը մշուշոտ էր։ Արդյունավետ բուժքույրեր, պատրաստված բժիշկներ, Ռաֆայելը նրա կողքին ողջ գործընթացի ընթացքում։ Հաջորդող ժամերը Մարինայի կյանքի ամենաինտենսիվն էին։ Ցավը ուժեղ էր, բայց ամեն անգամ, երբ նա նայում էր Ռաֆայելին, նրա աչքերում տեսնում էր բացարձակ սեր աջակցություն, դա նրան ուժ էր տալիս շարունակելու։ Դու կարող ես, Մարինա։ Դու ամենաուժեղ կինն ես, որին ես ճանաչում եմ։ Գրեթե հասել ես։ Եվ ապա, ժամեր տաց ծննդաբերությունից հետո, արցունքներից, քրտինքից ցավից հետո, Մարինան լսեց լացը։ Ամենագեղեցիկ, ամենակատարյալ լացը, որը երբեք գոյություն ուներ։ Եվ հանկարծ, նրա գրկում մի երեխա դրվեց։ Հեղինե։ Նրա դուստրը։ Մարինան նայեց այդ փոքրիկ դեմքին, փակ աչքերով, մանրիկ ձեռքերով, այնքան ուժեղ սեր զգաց, որ ցավում էր։ Կարծես նրա սիրտը ամբողջովին նորից է ստեղծվել, ընդլայնվելով այդ ճնշող զգացումը պարունակելու համար։ Նայիր նրան, Ռաֆայել։ Նայիր մեր դստերը։ Բայց երբ Մարինան շրջվեց դեպի Ռաֆայելը, տեսավ, որ նա ամբողջովին քանդված է։ Արցունքները ազատորեն հոսում էին նրա դեմքից, մինչ նա նայում էր Հեղինեին, կարծես հրաշք էր տեսնում։ Եվ միգուցե այդպես էլ կար։ Դողացող ձեռքերով Ռաֆայելը մեկնեց ձեռքերը, Մարինան զգուշորեն երեխային փոխանցեց նրան։ Այդ ուժեղ, հզոր տղամարդուն տեսնելը, այդ փխրուն փոքրիկ արարածին այդքան նրբությամբ, այդքան սիրով բռնած, Մարինային նորից լացացրեց։ Բար, Հեղինե։ Ես քո հայրն եմ։ Եվ ես խոստանում եմ, որ քեզ կսիրեմ, կպաշտպանեմ հավերժ։ Դու քո մայրը ամեն ինչ եք ինձ համար։ Ամեն ինչ։ Ռաֆայելը թեքվեց համբուրեց Հեղինեի մանրիկ ճակատը, այդ պահին Մարինան գիտեր, որ այն ամենը, ինչով նրանք անցել էին, ամբողջ ցավը, ամբողջ միայնությունը, ամբողջ պայքարը, արժեր։ Որովհետև դա նրանց հասցրել էր այնտեղ։ Մաքուր երջանկության այդ կատարյալ պահին։ Հաջորդող օրերին կյանքը դարձավ անձեռոցիկների, գերակրման, անքուն գիշերների այնքան հսկայական սիրո մրրիկ, որը կարծես չէր տեղավորվում աշխարհում։ Ռաֆայելը նվիրված հայր էր, արթնանում էր Հեղինեի հետ գիշերվա կեսին, զարմանալի հմտությամբ փոխում էր անձեռոցիկները, օրորում էր դստերը, մինչ նա քնում էր։ Անահիտը ամբողջովին սիրահարված էր փոքրիկ Հեղինեին։ Հիմա, այո, այս տունը կյանք ունի, նա անընդհատ կրկնում էր, աչքերը միշտ հույզերով լցված, տեսնելով այն ընտանիքը, որը ձավորվել էր այնտեղ։ Մարինայի ընտանիքը հաճախ էր այցելում։ Տիկին Լուսինեն ժամերով բռնում էր թոռնիկին, երգելով օրորոցայիններ, որոնք երգել էր իր դուստրերի համար։ Ջուլիան լուսանկարում էր յուրաքանչյուր պահը, ասելով, որ ուզում է պահել այդ բոլոր հիշողությունները։ Եվ Մարինայի հայրը, նույնիսկ իր սահմանափակումներով, ավելի շատ էր ժպտում, քան Մարինան նրան տեսել էր ժպտալից տարիներ շարունակ։ Ռաֆայելը ամբողջովին փոխվել էր։ Սառը հեռավոր մարդը սկզբում պարզապես հեռավոր հիշողություն էր։ Այժմ նա ներկա էր, քնքուշ, նվիրված։ Նա հնարավորինս տնից էր աշխատում, Մարինայի Հեղինեի կողքին լինելու համար։ Հրաժարվում էր երկար գործնական ճանապարհորդություններից։ Ընտանիքը դնում էր ամեն ինչից վեր։ Մի երեկո, երբ Հեղինեն 3 ամսական էր, Մարինան արթնացավ չգտավ նրան մահճակալի կողքի օրորոցում։ Մի պահ նախուճապ զգաց, բայց ապա լսեց ձայներ, եկող այն սենյակից, որը Ռաֆայելը վերածել էր տնային գրասենյակի։ Լուռ Մարինան մոտեցավ այնտեղ կանգ առավ դռան մոտ, դիտելով իր արջի տեսարանը։ Ռաֆայելը նստած էր բազկաթոռին, Հեղինեն հանգիստ քնած նրա գրկում, մինչ նա աշխատում էր մի քանի փաստաթղթերի վրա, մի ազատ ձեռքով։ Բայց դա չէր, ինչը նրան ստիպեց կանգ առնել։ Դա այն ձն էր, թե ինչպես էր նա նայում դստերին, կարծես նա ամենաթանկ բանն էր, որ նա երբեք ունեցել էր։ Նա լացում էր, ուստի ես եկա նրան վերցնելու, որ դու մի փոքր քնես, բացատրեց Ռաֆայելը, նկատելով Մարինային դռան մոտ, ձայնը ցածր, երեխային չարթնացնելու համար։ Դու այնքան հոգնած էիր։ Կարծեցի, կարող եմ թույլ տալ քեզ հանգստանալ։ Մարինան զգաց, որ սիրտը հալվում է։ Դու զարմանալի հայր ես, գիտես դա։ Ռաֆայելը ժպտաց, այն անկեղծ ժպիտով, որը նա այդքան սիրում էր։ Փորձում եմ։ Ամեն օր փորձում եմ լինել այն մարդը, որին դուք երկուստ էլ արժանի եք։ Մարինան մոտեցավ նրբորեն համբուրեց նրան։ Դու արդեն այդ մարդն ես, Ռաֆայել։ Դու արդեն ես։ Ամիսները վերածվեցին 1 տարվա։ Հեղինեն արագ մեծանում էր, ամեն օր նոր բան էր բերում։
Նրա առաջին ժպիտը, հենց Ռաֆայելի համար, երբ նա մի օր աշխատանքից եկավ։ Նրա առաջին ձայները, փորձելով ընդօրինակել ծնողների զրույցները։ Նրա առաջին դողդոջուն քայլերը, արված Մարինայի Ռաֆայելի գրկում, որոնք նշեցին դրանք, կարծես դա մարդկության ամենամեծ ձեռքբերումն էր։ Առանձնատունն այժմ անճանաչելի էր։ Սենյակում խաղալիքներ էին սփռված, սառնարանին մանկական նկարներ էին կախված, միջանցքներով ծիծաղ էր արձագանքում։ Դա կենդանի տուն էր, լի սիրով, լի կյանքով։ Մի շաբաթ օրվա կեսօրին, երբ տանը խորոված էր ամբողջ ընտանիքի հետ, Ռաֆայելը բոլորի ուշադրությունը խնդրեց։ Մարինան նայեց նրան, հետաքրքրված չիմանալով, թե ինչ էր նա պլանավորում։ Ես կցանկանայի կենաց ասել, սկսեց Ռաֆայելը, հեղինեին մի ձեռքով բռնած, իսկ մյուսում բաժակը։ 1.5 տարի առաջ ես մի կորած, փակ, ներսից մեռած մարդ էի։ Ես հրաժարվել էի սիրուց, հույսից, այն ամենից, ինչը կյանքն արժեքավոր կդարձներ։ Եվ ապա Մարինան մտավ իմ կյանք։ Եվ ես հիմար էի։ Ես սառն էի, հեռու, դաժան այն ձերով, որոնք երբեք լիովին չեմ ների ինձ։ Բայց Մարինան իր զարմանալի ուժով, իր անչափելի բարությամբ, չհուսահատվեց ինձանից։ Նա ինձ երկրորդ հնարավորություն տվեց, որին ես արժանի չէի։ Եվ այսօր, նայելով իմ կնոջը, իմ դստերը, բոլորիդ այստեղ, ես հասկանում եմ, որ ես աշխարհի ամենահաջողակ մարդն եմ։ Ռաֆայելի ձայնը տատանվեց, հույզերը տիրեցին նրան։ Մարինան լացում էր, ինչպես տիկին Լուսինեն Անահիտը։ Նույնիսկ Մարտինը, Ռաֆայելի ընկերը, որը ներկա էր եղել սկզբից ի վեր, արցունքոտ աչքեր ուներ։ Մարինա, դու ինձ սովորեցրիր, որ վերքերը կարող են բուժվել, որ սերը հնարավոր է նույնիսկ դավաճանությունից հետո, որ հույսը կարող է վերացնվել։ Դու ինձ ընտանիք տվեցիր, նպատակ տվեցիր, կյանք տվեցիր։ Եվ ես խոստանում եմ, այստեղ բոլորի ներկայությամբ, որ իմ կյանքի մնացած յուրաքանչյուր օրը կապացուցեմ, որ արժանի եմ քո սիրուն։ Այս կենացը քեզ համար է, մեր հեղինեի համար, այն սիրո համար, որը փոխում է ամեն ինչ։ Բոլորը կենաց խմեցին, արցունքները խառնված ժպիտների հետ։ Մարինան մոտեցավ Ռաֆայելին, համբուրեց նրան, հեղինեն սեղմված նրանց միջ, զվարճալի ձայներով բողոքելով, որոնք բոլորին ծիծաղեցրին։ Ավելի ուշ այդ գիշեր, երբ բոլորը հեռացան, երբ հեղինեն քնած էր իր օրորոցում, Մարինան Ռաֆայելը մնացին պատշգամբում, դիտելով աստղերը։ Դու որե բանի համար զղջում ես, հարցրեց Ռաֆայելը հանկարծ։ Մարինան մի պահ մտածեց, նախքան պատասխանելը։ Ես զղջում եմ այն ցավի համար, որը զգացի սկզբում։ Բայց չեմ զղջում ոչ մի բանի համար, որը մեզ հասցրեց այստեղ։ Որովհետև ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ, ձավորեց մեզ, որ լինենք այն, ինչ կանք այսօր։ Եվ ես սիրում եմ այն, ինչ կանք այսօր։ Ես նույնպես։ Գիտես, երբ ես քեզ տեսա լճի ափին, այդ մարդու հետ, տարիների մեջ առաջին անգամ ես իրական սարսափ զգացի։ Սարսափ, քեզ կորցնելուց։ Եվ հենց այդ սարսափը արթնացրեց ինձ, ստիպեց ինձ հասկանալ, որ ես արդեն սիրում էի քեզ, թեկուզ փորձում էի ժխտել։ Մարինան գլուխը դրեց նրա ուսին։ Եվ հիմա ես քեզ ավելի շատ եմ սիրում, քան կարծում էի, որ հնարավոր է սիրել մեկին։ Դու հեղինեն իմ ամբողջ աշխարհն եք։ Նրանք մնացին այնտեղ գրկախառնված Երանի աստղերի տակ, երկու սրտեր, որոնք գտել էին միմյանց ճանապարհը ցավի, պայքարի վերջապես սիրո միջոցով։ Տունը, որը նախկինում սառը դամբարան էր, այժմ բաբախում էր կյանքով։ Կինը, որը մտել էր այնտեղ որպես դեկորատիվ զարդ, այժմ թագավորում էր որպես կայսրուհի, որը կառուցված էր ոչ թե փողի կամ իշխանության վրա, այլ անկեղծ սիրո վրա։ Եվ այն մարդը, որը երդվել էր այլս երբեք չսիրել, սովորել էր, որ մարդկային սիրտը բուժվելու, բացվելու, նորից սիրելու անսահման կարողություն ունի։ Հեղինեն կմեծանար այդ տանը, ճանաչելով սերը իր ամենամաքուր ձով։ Նա կմեծանար, իմանալով, որ իր ծնողները միմյանց էին ընտրել, պայքարել, նվաճել։ Նա կմեծանար իր տատիկի հետ, որը պատմություններ էր հյուսում, իր մորաքրոջ հետ, որը սովորում էր կյանքեր փրկելու համար, իր պապիկի հետ, որը ժպտում էր դժվարությունների չնայած, Անահիտի հետ, որը ընտանիքի մաս էր, ինչպես յուրաքանչյուրը։ Եվ Մարինան, երբ մտածում էր այն ամենի մասին, ինչով նրանք անցել էին, թե ինչպես էր ճակատագիրը նրանց միավորել ամենաանհավանական ձով, պարզապես ժպտում էր։ Որովհետև երբեմն լավագույն պատմությունները նրանք են, որոնք սկսվում են առանց երջանիկ ավարտի որե խոստման, բայց որոնք քաջության, համառության սիրո միջոցով գտնում են իրենց ճանապարհը դեպի լույս։ Ռաֆայելը կատարյալ չէր։ Մարինան նույնպես։ Բայց միասին նրանք հենց այն էին, ինչ պետք է լինեին։ Նրանք ընտանիք էին։
Նրանք սեր էին։ Նրանք կենդանի ապացույցն էին, որ երբեք ուշ չէ նորից սկսելու, երբեք ուշ չէ բուժվելու, երբեք ուշ չէ սիրելու։ Արաբկիրի առանձնատունը, որը մի օր այդքան սառն ու դատարկ էր թվում, այժմ լցված էր երեխայի ծիծաղի ձայնով, զույգի զրույցով, ընտանիքի կյանքով։ Եվ այն գիշերներին, երբ Ռաֆայելը Մարինային հեղինեին բռնած էր իր գրկում, նա շնորհակալության աղոթք էր շշնջում այդ երկու կանանց համար, որոնք փրկել էին իրեն իրենից։ Գործարարը, որը կայսրություն էր կառուցել վերահսկողության էմոցիոնալ հեռավորության վրա, վերջապես սովորել էր, որ իսկական ուժը կայանում է իրեն խոցելի թույլ տալու, սիրտը բացելու, անվերապահորեն սիրելու մեջ։ Եվ ուսուցչուհին, որը ամուսնացել էր անհրաժեշտությունից, հայտնաբերել էր, որ երբեմն ամենամեծ գանձերը գալիս են ամենաանհավանական փաթեթներում։ Նրանք սկսել էին որպես անծանոթներ, միավորված պայմանագրով։ Բայց այժմ նրանք հոգու զույգեր էին, միավորված շատ ավելի ուժեղ բանով, ընտրությամբ, պարտավորությամբ, սիրով, որն աճում էր ամեն անցնող օրվա հետ։ Եվ երբ նրանք նայում էին հեղինեին, այդ փոքրիկ կյանքին, որը նրանք միասին էին ստեղծել, գիտեին, որ ամեն ինչ արժեր։ Որովհետև իսկական սերը դա չէ, որ հեշտ է գալիս, փաթաթված նվերային թղթով կատարյալ ժապավենով։ Իսկական սերը դա է, որը կառուցվում է աղյուս առ աղյուս, արցունք առ արցունք, ժպիտ առ ժպիտ։ Դա այն է, որը գոյատում է փոթորիկներին, որն ուժեղանում է դժվարություններում, որը խորանում է ժամանակի հետ։ Եվ Մարինան Ռաֆայելը, որոնք սկսել էին իրենց ճանապարհորդությունը ամենամութ վայրերում, այժմ միասին քայլում էին դեպի լույս։ Հեղինեին իրենց գրկում, իրենց ընտանիքը շուրջը խոստումներով լի ապագայով, նրանք գտել էին այն, ինչ շատերը ամբողջ կյանքը փնտրում են՝ տուն։ Ոչ միայն ֆիզիկական վայր, այլ էմոցիոնալ ապաստան, ապահով նավահանգիստ, մի վայր, որտեղ սիրտը վերջապես կարող է հանգստանալ։ Եվ այսպես, մինչ Երանը դրսում շարունակում էր իր կատաղի ռիթմը, այդ առանձնատան ներսում մի ընտանիք կար, որը սովորել էր, որ սերը միշտ հնարավոր է, որ փրկությունը իրական է, որ երբեմն լավագույն պատմությունները նրանք են, որոնց ոչ ոք չէր սպասում, որ հաջող կլինեն, բայց որոնք, բոլոր հավանականություններին հակառակ, գտել են իրենց երջանիկ ավարտը։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինայի Ռաֆայելի պատմությունը շոշափել է ձեր սիրտը։ Եթե դուք հուզվեցիք փոխակերպման այս ճանապարհորդությունից, ցավից, որը վերածվում է սիրո, վերքերից, որոնք վերածվում են բուժման, թողեք ձեր հավանությունը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Դուք նույնացվել եք Մարինայի ճանաչման համար պայքարի հետ։ Հասկացել եք Ռաֆայելի վախերը։ Հավատացել եք նոր սկիզբի հնարավորությանը։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որոնք ստիպում են մեզ հավատալ, որ սերը կարող է հաղթահարել նույնիսկ ամենամեծ դժվարությունները։ Որովհետև ի վերջո բոլորս էլ արժանի ենք երկրորդ հնարավորության, բոլորս էլ արժանի ենք տեսանելի լինելու, գնահատվելու, սիրվելու։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կշոշափի ձեր սիրտը, կստիպի ձեզ հավատալ իսկական սիրո փոխակերպող ուժին։